Նիկոլ Փաշինյանը ինքը 2019 թվականին Կապանում կարդացել է 2018 թվականի հունվարի 18-ին Կրակովում մշակած մի փաստաթուղթ, որով գրված էր, թե ինչպես է որոշվելու Արցախի վերջնական իրավական կարգավիճակը։ Համաժողովրդական կամ արտահայտություն, դա արդեն ինքնորոշման իրավունքն է, որին մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը, այն համաստությամբ, որ կար մինչև հակամարտության սկիզբը, այսինքն 75, 25 ու 78-22, որի օրակարգը ոչ մի բանով սահմանափակված չէր լինելու։ Իսկն այն թուղթը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, հստակ նշում էր, որ հակամարտությունը կարգավորվելու է ժողովուրդների ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ակնհայտ է, չէ, որ եթե 78%-ը լինեին հայեր, իսկ 22%-ը ադրբեջանցիք միաբերան դեմ քվեարկեին, միևնույնն է Արցախի կարգավիճակը լինելու էր այն, ինչը ուզում էին հայերը։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը եկավ, իրան դրեց կինոյի տղայիտեղ, ասեց ես այս հետաձգված հանրաքվեի գաղափարը չեմ ընդունում, ես այս ֆորմատը չեմ ընդունում, հետո ասեց Մյունխենյան սկզբունքներ ի հակակշիռ մադրիդյան սկզբունքների եւ ունենք այն, ինչ որ ունենք։